Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Երեկվա հրապարակված տեղեկությունից դեր խորհրդականի հետ կապված ինչու է ծեծել նա բարեկներին, ինչու է հայտնվել այդ պատմության մեջ, ինչ կարող եք ասել։ Դուք պնդում եք անում, որ իմ խորհրդականը նշենք լրատվամիջոցներից, լրատվամիջոցները ցավոք փորձը ցույց է տալիս, որ ոչ միշտ են ճիշտ բաներ կրում, ես երեք այստեղ կառավարության նիստի եմ եղել, Գյումրիում չեմ եղել, տեղեկություններ չունեմ, թե ինչ է տեղի ունեցել, մամուլի կրառումն եմ տեսել, գնամ Գյումրի, կպարզեմ, կհասկանամ ինչ է տեղի ունեցել ու ինչի համար այդպես մեծ աղմուկ է բարձրացվել։ Զանգով կարող է տեղեկանալ, ինչքան որ զանգով տեղեկացել եմ, ճշտելու շատ բաներ կան ու լրատվամիջոցների այդ ոչ միայն լրատվամիջոցների մեկ կրառումը, որ հիմք չի հանդիսանում, որ ես վերլուծություն անեմ, այնտեղ գնալու եմ տեղում հասկանամ ինչ խնդիր է տեղի ունեցել։ Գյումրիի հետ կապված այս պահին մենք ուզում ենք հասկանալ քաղաքապետարան կառավարման ինչպիսի վիճակ է, ով է կառավարում ինչպես իրականացնում, որտեղ ասում են էլի խնդիրներ են ստեղծվում ժամանակավոր պաշտոնակատարի հետ կապված, հնարավոր է նրան եւս կանչեն հակակոռուպցիոն կոմիտե, այս առումով ինչ է կատարվում Գյումրու քաղաքապետարանը։ Իմ ունեցած տեղեկություններով այդ հակակոռուպցիոն կոմիտե, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շուտանից վարույթ էր սկսել, հասկանալու համար, թե համատեղելի են փեսա աներ քաղաքապետ, փոխքաղաքապետ, հարաբերությունները, նաև մինչ որոշումը կայացնելը հրապարակելը, առաջի տեղակալն է ժամանակավոր պաշտոնակատար նշանակվում կամ դառնում է ավտոմատ ժամանակավոր պաշտոնակատար, որպես այդպիսին պարզաբանումներ չկան այդտեղ, թե այդ գործընթացն է, թե համատեղելի է, թե համատեղելի չի այս պահին իմ ունեցած տեղեկություններով քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը առաջի տեղակալն է։ Նպատակ դրել է քաղաքացիական պայմանագիրը, որ ամեն գնով իշխանությունը վերցնի, որովհետև տեսնում ենք, որ Արտան Ղուկասյանի կուսակցության անդամներին հերթով կանչում են հակակոռուպցիոն կոմիտե կամ հարաբերական իրավապահ համակարգը նրանց հետ կոպիտ ասած երևից է ընկել եւ ասում են, որ դուք ամեն ինչ անում եք, որպեսզի մանդատների անհավասարություն լինի եւ կարողանաք իշխանությունը վերցնել։ Ոչ ճանաչ դեժավյու եմ մոդս, այդ նույն բանը մենք լրագրողները հարցնում էին 2024 թվականին, եթե չեմ սխալվում, Սամվել Պալասանյանի թիմի, Վարդգես Սամսոնյանի թիմի հետ կապված, վերցրեցինք իշխանություն, չվերցրեցինք, չէ, եթե ասում ենք ամեն կնով վերցնել, ամեն կնովը նշանակում է վերցնել, մենք ամեն դեպքում նման գործելավոճ չունենք, ամեն կնով իշխանություն վերցնելու մի կինք գիտենք, մենք այդ լեգիտիմ ընտրություններն են, այլ որևիցե ձև իշխանություն վերցնելու մենք չգիտենք, լսել ենք, բայց ամեն դեպքում չենք օգտագործում, ինչ է տեղի ունենում Վարդան Ղուկասյանի կուսակցական գործընկերների հետ, ավականի ցուցակը մեծ է, որովհետեւ մեկին եթե հրավիրում են իրավապահ համակարգի ինչ-որ խնդիրներ պարզաբանելու, հաջորդը տեսակ մենք դեպքն ունենք, իմ տեղեկություններով Գևորգ Ղուկասյանը մանդատը վայր է դրել, հաջորդն է վերցնելու այդտեղ գործընթացը, որը իր հունով գնում է, իրանք իրանց ներսի ներկուսակցական խնդիրներն են լուծում, մեծամասնություն կազմելու բան չկա այդտեղ, ոչ է նպատակա, ոչ էլ պատկերացում է, ինչ ձևով կարելի է մեծամասնություն կազմել, որովհետև իրանց ավականիները հերթով գալիս, իրանք քանակը լրացնում են, այլ ընդդիմադիր ուժերը եւս իրենց տեղում են ու պնդել, որ մեր իշխանությունները տարբեր կողմերի վրա ուժ են գործադրում, որից ուժ չկա, այդ մարդիկ իրանց համար իրանց աշխատանքին են, կա իրավական գործընթաց, որն էլ կանչում, քննում, հասկանում, շարունակում են իրենց աշխատանքը, իրենց թե ավականիները, թե համայնքապետարանի աշխատողները, առաջի տեղակալն էլ է տեղում, իր աշխատանքն, իր լիազորություններն է կատարում, երկրորդ տեղակալն էլ է տեղում, համայնքապետարանի աշխատակիցներն էլ են տեղում, աշխատակազմի ղեկավարն էլ քաղաքապետարանը իր բնականon հունով աշխատում է, ինչքան որ հնարավոր է, ինչքան որ կարողանում է։